Արդյունքներն ու հուզմունքը Լինդային թույլ չեն տալիս որևէ բառ արտաբերել։ Լիբանանահայ կինը շտապում է րոպե առաջ օդանավակայանից ճանապարհ ընկնել գերությունից վերադարձած ամուսնուն տեսնելու։ I'm so happy. هي مبسوطة كتير. I want only to see سوري يمكن شادو راخي. I want to see Viken only, please. يرميها جوزازي يراموسينا ديسنل. Please. Ամուսնու Հայաստանում գտնվելու լուրը լրատվամիջոցներում կարդալուց հետո Լինդան բարերարների օգնությամբ տոմս է գնել ու առաջին չվերթով Հայաստան եկել։ Ավելի քան 5 տարի է Բեյրութում նրա ամեն օրը սկսում էր ամուսնու ազատ արձակման լուրի սպասումով։ Ադրբեջանական բանտից Վիգենից միայն կարճ հեռախոսազանգեր էր ժամանակ առ ժամանակ ստանում։ Ամուսինը պատմում էր հուսալքված լինելու վատթարացող առողջական վիճակի մասին։ Լինդան Հայաստան է եկել վերադարձի տոմսերով, ամուսնուն տանը որդին է սպասում։ Բաքվից գրած վերջին նամակում հայրը խնդրել էր, որ չպսակադրվի ու սպասի իր վերադարձին։ Viken Belebnen. Երբ որ Վիգենը Լիբանան լինի, այդ ամուսնությունը վսակատությունը դեպի գնա։ Այսօր Վիգենին է այցելել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Բժիշկները Վիգենի մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերել։ Առողջական խնդիր ունի, մեջքի դիսկի խնդրեմ ունի, եւ վիզն էլ էսպես ֆիքսատորի մեջ է։ Այսօր ունի առողջական խնդիր ունի, դա երևի այդպես հետագայում հետ վիրահատվելու անհրաժեշտություն կունենա, բայց դրամատուրգությունը լավ է, ուրախ է, երջանիկ է, որ Հայաստանում է, ուզում է մնալ Հայաստանում, որը շատ կարևոր է։ Վիգենի հետ Հայաստան վերադարձած գերիների թվում նաև 71-ամյա արցախցի Վագիվ Խաչատրյանն է։ Նրա ընտանիքն էլ լուրը լսելուն պես Ջերմուկից Երևան է եկել։ Վագիվ Խաչատրյանին ադրբեջանցիները գերի էին վերցրել, երբ շրջափակման մեջ գտնվող Արցախից Կարմիր խաչի ուղեկցությամբ Հայաստան էր գալիս բուժվելու։ Արցախցի պապիկը քրոնիկ հիվանդություններ ունի։ Այժմ Նոր Քմարավ սրտաբանական կենտրոնի բժիշկների հսկողության տակ է։ Տեսակցեցի պինդ լավ տրամադրությամբ, որովհետև հայրենիքում է, Հայաստանում է, սպասում է հարազատների հետ հանդիպմանը։ Դեռ ոչ, սպասում ենք, հետո բոլորով կտեսնվեն իհարկե։ Այս պահին գտնվում է հետազոտման ընթացքում։ Գիտենք, որ Վագիվը ուներ նաև քրոնիկ վիճակ, սրտային, եւ մենք պետք է որոշակի հավելյալ նաև հետազոտություններ կիրականացնենք եւ արդեն մեր մասնագիտական թիմը որոշումներ կկայացնի հետագա բուժման ընթացքի մասով, վստահ լինելով, որ լավագույն հսկողության տակ է։ Պացիենտի մոտ վերջին 15 տարվա ընթացքում արկա է քրոնիկ հիվանդություն, բարձր որպես գաղտնիք շատ չենք ընդլայնվի, պարբերաբար ստուգվել է Ստեփանակերտում, հետազոտությունների արդյունքով հայտնաբերել է այդ խնդիրը, այս պահի դրությամբ ունենք տվյալ իրավիճակի թեթև սրացում, այդ իսկ պատճառով կգտնվի կլինիկայում, կիրականացվեն համապատասխան հետազոտություններ եւ հետագայում արդեն ըստ վիճակի կհասկանանք։ Գերությունից վերադարձած մյուս երիտասարդ տղաները Դավիթն ու Գևորգը գիշերը տանն են անցկացրել։ Դավիթի հայրը խոսքեր չի գտնում նկարագրելու հուզմունքն ու ուրախությունը։ Ամեն օր եք սպասել, բայց դե սուրպրիզ է, լավ անակնկալել է։ Դավիթը ընկերոջ Գևորգի հետ պատերազմի ավարտից մեկ օր անց գերեվարվել էր Բերձոր-Շոշի ճանապարհից, Արցախ հումանիտար օգնություն տանելիս։ Նրանք մյուս գերիների հետ Հայաստան վերադառնալուց հետո անմիջապես բուժհաստատություն են տեղափոխվել։ Ըստ նախնական հետազոտությունների նրանց առողջական վիճակը լավ է գնահատվել։ Ամեն ինչ նորմալ է, լավ է, ասում պարկ, սաղ լավ է։ Դավիթի ընկերը Գևորգ Սուջյանը սոցիալական հարթակներում արդեն գրառում է արել իր վերադարձի մասին ու մտահոգություն հայտնել Բաքվում մնացած մյուս գերիների վերաբերյալ։ Ես ձեզ չեմ լքել տղաներ, հոգիս թողել եմ ձեզ հետ։ Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու, երդվում եմ։ Ադրբեջանում շարունակում են 19 հաստատված գերիներ մնալ։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամները։ Ադրբեջանից արդեն հայտարարություններ են հնչում, որ մտադիր չեն նրանց ազատ արձակելու։ Ադրբեջանական ապագործակալությունն իր կառավարական աղբյուրներին հղում անելով գրել է. Բաքվում բացառում են նրանց վերադարձն ու պատրանք որակում են ենթադրությունները, որ առաջիկայում նրանք նույնպես կարող են Հայաստան վերադառնալ։